Ես շատ ուղիղ ասում եմ, Միացյալ Նահանգների դաշնակցական լոբինգը ինչքան այդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են, այսինքն ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու։ Հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայլային արձագանքներ։ Ընդ որում ես ուզում եմ մեզ բոլորիս բան անել, ուշադրությունը հրավիրել, որ կարա այդ process-ը կարա խնդիրներ առաջացնի։ Հեսա պատճառը, որ ես շարունակում եմ պնդել եւ մենք ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, այդ թվում այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս տեսլականի օգտին քվեարկել է, սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ դա մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ մեր լիազորությունների եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու։ Ցանկացած այդպիսի բան, օրինակ նախընտրական շրջանում ես չուզեցա դրա մասին շատ մանրամասն խոսում էր, որ նույն Նախճեվանում ինչ որ միջոցառում է տեղի ունեցել, բայց մենք չէինք ասում Հայաստանում օրինակ ինչ մասշտաբային միջոցառում է տեղի ունեցել դրան նախորդած շրջանում եւ ինչ շեշտադրումներ են արվել եւ այլն եւ այսպես շարունակ։